Տիկին Հակոբյան նախ այսօրվա նիստի ակնկալիքների մասին ինչ կորոշի դատարանը ձեր կարծիքով։ Դե իմ կարծիքով դատարանը չի որոշելու, դատարանը ընդհանրապես հայտնելու են որոշում, ինչ իրենց վերևից հրահանգած կլինեն։ Այսինքն ցանկացած դեպքում դա այսպես լավի կամ արդարության ու արդարադատության մասին չեն ակնկալիքները։ Սպասելու ենք տեսնենք այս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները կամ կոնկրետ հրահանգավորողները։ Տիկին Հակոբյան, մենք տեղյակ ենք, որ այս օրերին Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ չեն կարողանում ընտրել։ Խնդրում եմ հայտնել, թե ինչու եւ ինչ խմորումներ են ընթանում այս բանը։ Ես բազմիցս մեկնաբանել եմ իրավիճակը եւ հիմքում դրել եմ, որ որևէ անհաղթահարելի բան չկա, եթե կա ցանկություն։ Եվ սկզբում խորը կասկածներ եմ ունեցել, որ հենց ի սկզբանե չկա ուղղակի ցանկություն այդ գործընթացի իրականացնելու տարբեր պատճառներով։ Նու հիմնականում բնականաբար այս իշխանությունների կողմից այդ ճնշումներն են, ահաբեկչությունն է, տարբեր մեթոդները, որոնք իրենք կիրառում են, որպեսզի այդ գործընթացը տեղի չունենա եւ ըստ էության իրենք շատ կարեւորում են հենց իշխանությունները, որ ամեն բան ինչ վերաբերում է Արցախին, դա արվի վատը, արվի հենց արցախցիների ձեռքով։ Եվ իրենք բնականաբար այս պահը օգտագործում են եւ այս մեկ տարին նոր ազգային ժողովի նոր նախագահի արկայության դեպքում եւս այդ ճնշումները բազմաթիվ ու բազմապիսի են եղել։ Սակայն վերջերս մենք բոլոր խմբակցություններով բացի մեկ խմբակցության ներկայացուցիչի ունեցել ենք հանդիպում եւ հանդիպման ժամանակ փորձեցինք այսպես կառուցողական այդ մթնոլորտ ստեղծել, կոնկրետ մեր խմբակցություն լինելով միշտ գիտեք բոլոր հարցերում շատ ռադիկալ, կոնկրետ, հստակ իր դիրքորոշմամբ, այս անգամ իրականում մենք տարել ենք քննարկումները այն ուղղությամբ, որ բոլորը գիտակցեն, բոլորը դրա կարևորությունը հասկանան ու գան այդ դաշտ։ Ես այս պայդրությամբ կարող եմ ասել, որ դա այս պահին ստացվել է եւ հիմա մենք ժամանակ ենք վերցրել մինչ օգոստոսի կեսերը, կոնկրետ ոչ թե մեր առաջարկությամբ, այլ խմբակցության, որովհետեւ բոլոր առաջարկված տարբերակները այս վիճակից դուրս գալու մենք կարողանանք ներկայացնել, յուրաքանչյուրը կարողանա եւ քննարկման արդյունքում գտնվի լավագույնը, այնուհետեւ իրականացնի, բայց այս պայդրությամբ ես վստահեցնում եմ, որ դուրս ենք եկել քննարկումից բավարարված այն առումով, որ միանշանակ պիտի տեղի ունենա ազգային ժողովի նախագահի, ինչու՞ չէ նաև փոխնախագահի ընտրություն։ Այսինքն ներքին խժդժանքներ չեն եղել, ճիշտ եմ հասկանում։ Եղել են, անընդհատ եղել են, որովհետև նորից եմ կրկնում, դրանում մեծ ներգործություն ունեն հենց իշխանությունները, այսինքն իրենք ինչ-որ անտեսանելի ձեռքով փորձում են կառավարել նաև այնտեղ ներսում, բայց մենք նաև մեր մոտեցմամբ փորձել ենք մի կողմ դնել այդ ամենը, նաև այդ հորդորը եղել է մեր կողմից, ընդունել են շատերը, բոլորը ավելի շուտ իրենց կողմից է եղել այդ հորդորը, որ դնում ենք ամեն բան մի կողմ, անցյալ, չգիտեմ, ներկայի իրավիճակ եւ կենտրոնանում ենք կոնկրետ մեկ կարևոր հարցի շուրջ, այն է ազգային ժողովի նախագահի ընտրություն, որովհետեւ հակառակ դեպքում պիտի յուրաքանչյուրը գիտակցի, որ հենց ինքը մասնիկն է դառնալու այս դավաճանության, որը կատարվում է շարունակաբար կատարվում է եւ այն վտանգները, որը հենց այդ հարցով պայմանավորված հյուսվում են Հայաստանի շուրջ, հենց հապաղողները, լռողները կամ օգնողները իշխանություններին իրենք նույն ցանկում են լինելու դավաճանների։